Կանգնի չփորձես թերթես վերջ։ Դոկ կուսակցությունն անդրադարձել է Թալինի ՔՊԱ-ական համայնքապետ Արցախցի կին միջադեպին։ Էս էլա թշնամունը դրա համար։ Տավրոս Սափյանը, որ Մայրաթորի դեմ Փաշինյանի արշավի ակտիվ մասնակիցներից է, արցախցի կնոջը զգուշացրել է, այդ պահվածքով Հայաստանում երկար չեն ապրի։ Ինչ է թե բռնի տեղահանված 9 երեխաների մայրը հրաժարվել է լսել ՔՊ-ի քարոզը։ Սենց եք մտնում Եվրոխորհուրդ, Եվրոխորհուրդը մտնում եք ոնց որ հետևից, որ պատի դեմից դարպասներով գնայք։ Հերիք է լռեն, ՔՊ-ն մարդկանց շանտաժով է տանում ընտրությունների հայտարարում է Դոկ կուսակցությունը։ Տարածեք ձեր լեզուներով, ձեր կառավարություններին, Եվրոխորհուրդներ, նամակներ գրեք, տարածեք այս վիդեոներ, ասեք, որ արցախցիների հետ շանտաժի լեզվով են խոսում։ Հերիքա լռեք ժողովուրդ, խոսեք վերջի վերջո։ ՔՊ-ն իր գրպանից չի տվել, Հայաստանում բռնագաղթած արցախցուն, եթե ժամանակավոր անվճար կացարան է հատկացվել, ապա ՀՀ քաղաքացու հարկերի շնորհիվ, նկատում են Դոկ կուսակցության ներկայացուցիչները, ընդգծում Փաշինյանի իշխանության օրերին արցախցին տանտեր չի դարձել, ճիշտ հակառակը, տնազուրկ է եղել։ Դուք ծախել եք Արցախը, Եվրոպայից օգնություն ա եկել այդ տունը տվել են, մեր ժողովրդի հարկերից եք տվել, եղավ քո ջեբից չես դրել։ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը Հայաստանը 300,000 ադրբեջանցիներով բնակեցնելու ռիսկի մասին է հիշեցնում։ Էպես արեն, որ դուք տեղից ելնեք իթակ։ Եկի աս նպատակը դա է, ոնց որ հայտարարել Ադրբեջանի նախագահան։ Ես հայերին քալելով եմ լարելու Հայաստանից։ Մասը աննման։ Դոկի պնդումն է, բոլոր մեղավորները պետք է պատասխան տան։ Պետք է պրոստը հայ ազգը դատաստանը տա, ամսի 8-ին դուք չեք անցնելու, ձեր կառավարության վերջը գալիս է ամսի 8-ին, մենք գալու ենք պահանջենք, այս իմ վիդեոները ես որ անում եմ, սաղ ապացույցները, որ մեկիդ հետևից ենք գնալու, մենք գալու ենք ձեր հետևից։ Հորդորն է մարդկանց, հունիսի 7-ին ընտրատեղամաս գնալ այս սկզբունքով, պետք է վերջ դնել Հայաստանի թրքացմանը։ Արփիս Քեսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։